Տեսանյութերի այս շարքը ներկայացնում է լաբորատոր սարքավորումներ ու նյութեր և դրանց կիրառմամբ լաբորատոր աշխատանքներ թվային գիրագիտություն և համակարգչային գիտություն, ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն առարկաներից։ Աշխատանքն իրականացվել է Համաշխարհային բանկի կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում վարկային ծրագրի շրջանակներում, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական ծրագրերի կենտրոնի պատվերով, զանգահրատարակչության և Բարսարդ ընկերության հետ համագործակցությամբ։ Ողջույն։ Այսօր մենք իրականացնենք թթվի և հիմքի չեզոքացման ռեակցիա։ Կորոշենք ռեակցիայի ջերմեֆեկտը ջերմաստիճանի փոփոխությամբ։ Կօգտագործենք թվային լաբորատորիա, թվային սենսորով ջերմաստիճանային տվյալների ճշգրիտ գրանցման համար։ Կհամոզվենք, որ չեզոքացման ռեակցիան ջերմանջատիչ ռեակցիա է։ Քիմիական ռեակցիաները հաճախ ուղեկցվում են ջերմային երևույթներով, ջերմությունը անջատելով կամ կլանելով։ Այդ երևույթները կոչվում են ջերմաքիմիական էֆեկտներ։ Այսօր ուսումնասիրելու ենք չեզոքացման ռեակցիայի ջերմեֆեկտը թթվի և հիմքի փոխազդման օրինակով։ Չեզոքացումը թթվի և հիմքի քիմիական փոխազդումն է, որի արդյունքում առաջանում է աղ և ջուր։ Փորձն իրականացնելու համար մեզ անհրաժեշտ են թվային լաբորատորիա, ջերմազգայուն սենսորով, թվային կշեռք, ժամանակաչափ, պլաստիկ բաժակ 250 մլ, ջերմային կորուստը նվազեցնելու համար, քիմիական բաժակ 100 մլ, ապակե բաժակ 500 մլ, չափագլան 50 մլ, աղաթթու 0,6 մոլար և 0,3 մոլար, նատրիումի հիդրոքսիդի լուծույթ 0,6 մոլար և 0,3 մոլար, թորած ջուր լվացման համար։ Հագնել խալաթ, ռետնե ձեռնոցներ, կրել դիմակ և դնել ակնոց։ Աղաթթվի և նատրիումի հիդրոքսիդի հետ աշխատել զգույշ։ Աղաթթվի մաշկին թափվելու դեպքում մաշկը լվանալ առատ օճառաջրով, այնուհետև մշակել սոդայի կամ ամոնիումի հիդրոքսիդի նոսր լուծույթներով։ Իսկ նատրիումի հիդրոքսիդի մաշկին թափվելու դեպքում առատ ջրով լվացվելուց հետո մաշկը մշակել քացախթթվի կամ բորաթթվի նոսր լուծույթներով։ Փորձից ստացված թափոնները տեղափոխել նախատեսված տարաների մեջ։ Փորձն ավարտելուց հետո ձեռքերը լվանալ օճառով։ Նախքան փորձը սկսելը պատրաստենք նատրիում OH-ի լուծույթները։ Լուծույթ առաջին 0,6 մոլար լիտր 50 մլ։ Թվային կշեռքով կշռենք 1,2 գրամ նատրիում OH։ Քիմիական բաժակի մեջ լցնենք մոտ 30 մլ թորած ջուր։ Ավելացնենք նատրիում OH-ը ջրի մեջ, հակառակը չի կարելի, խառնենք ապակե ձողով մինչև ամբողջությամբ լուծվի։ Լցնենք լուծույթը չափագլանի մեջ և ավելացնենք թորած ջուր, մինչև ընդհանուր ծավալը դառնա 50 մլ։ Փակենք բերանը և մակնանշենք նատրիում OH 0,6 մոլար լիտր 50 մլ։ Լուծույթ երկրորդ 0,3 մոլ լիտր 50 մլ։ Կրկնենք նույն քայլերը, բայց օգտագործենք միայն 0,6 գրամ նատրիում OH։ Փակենք ստացված լուծույթը և մակնանշենք նատրիում OH 0,3 մոլ լիտր 50 մլ։ Հիմա պատրաստենք աղաթթվի լուծույթները։ Լուծույթ երրորդ 0,6 մոլ լիտր 50 մլ։ Լցնենք քիմիական բաժակի մեջ մոտ 30 մլ թորած ջուր։ Կարևոր է նախ ջուրը, հետո թթուն։ Պիպետով վերցնենք 2,5 մլ խիտ հաշ քլոր։ Դանդաղ ավելացնենք աղաթթուն ջրի մեջ, խառնելով ապակե ձողով։
Ուշադիր պետք է լինել, ջերմություն է արտազատվում։ Ավելացնենք թորած ջուր, մինչև ծավալը դառնա 50 մլ։ Փակենք բերանը և մակնշենք լուծույթը H քլոր 0.6 մոլ լիտր 50 մլ։ Լուծույթ 4. 0.3 մոլ լիտր 50 մլ։ Կրկնենք նույն քայլերը, բայց օգտագործենք միայն 1.25 գրամ H քլոր։ Փակենք ստացված լուծույթը և մակնանշենք H քլոր 0.3 մոլ լիտր 50 մլ։ Հիմա, քանի որ ունենք համապատասխան լուծույթները, կարող ենք անցնել հիմնական փորձին։ Պլաստիկ բաժակը տեղադրենք ապակե բաժակի մեջ։ Լցնենք 50 մլ 0.6 մոլար աղաթթու։ Ջերմազգայուն սենսորը միացնենք թվային լաբորատորիային և ընկղմենք լուծույթի մեջ։ Մոտ 20 վայրկյան անց, երբ արդեն կայուն է սենսորի ցուցանիշը, գրանցենք լուծույթի ջերմաստիճանը։ Աղաթթվին ավելացնենք 50 մլ 0.6 մոլար նատրիումի հիդրոքսիդի լուծույթը։ Նորից ընկղմենք սենսորը և զգուշությամբ անընդհատ խառնենք լուծույթը։ 2-3 րոպե հետևենք ջերմաստիճանի ցուցմունքին և որսանք ամենաբարձր ցուցմունքը։ 2-3 րոպե հետո ջերմաստիճանը կայունանում է։ Գրանցենք լուծույթի առավելագույն ջերմաստիճանը։ Կրկնենք փորձը 0.3 մոլար լուծույթներով և գրանցենք ջերմաստիճանները։ Փորձն ավարտելուց հետո կարգի բերենք աշխատասեղանը, հաշվի առնելով անվտանգության բոլոր կանոնները։ Լաբորատորի աշխատանքում իրականացրել ենք չեզոքացման ռեակցիայի ջերմէֆեկտի ուսումնասիրություն, որի ընթացքում օգտագործել ենք նատրիումի հիդրոքսիդի և աղաթթվի նույն ծավալներով տարբեր կոնցենտրացիաներով լուծույթներ 0.6 մոլ լիտր և 0.3 մոլ լիտր։ Ջերմազգայուն սենսորով և թվային լաբորատորիայի միջոցով չափել ենք ռեակցիայի արդյունքում առաջացած ջերմաստիճանի փոփոխությունը, որն էլ դիտարկվել է որպես չեզոքացման ռեակցիայի ջերմէֆեկտի ցուցիչ։ Առաջին փորձի արդյունք 0.6 մոլ լիտր լուծույթներ։ Սկզբնական ջերմաստիճանը T1-ը հավասար է 30.3 Ցելսիուս աստիճան։ Առավելագույն ջերմաստիճանը T2-ը հավասար է 33.1 աստիճան։ Դելտա T-ն հավասար է 2.8 աստիճան Ցելսիուս։ Այս զգալի ջերմաստիճանի աճը վկայում է ռեակցիայի ինտենսիվ էկզոթերմ բնույթի մասին։ Երկրորդ փորձի արդյունքը 0.3 մոլ լիտր լուծույթներ։ Սկզբնական ջերմաստիճան T1-ը հավասար է 30.4 աստիճան Ցելսիուս։ Առավելագույն ջերմաստիճանը T2-ը հավասար է 31.7 աստիճան Ցելսիուս։ Դելտա T-ն հավասար է 1.3 աստիճան Ցելսիուս։ Ջերմաստիճանի փոփոխությունը այստեղ զգալիորեն ավելի փոքր է, քանի որ լուծույթներում իոնների քանակը կիսովչափ պակաս է։ Առաջի փորձի դեպքում, երբ ելանյութերի կոնցենտրացիաները 0.6 մոլ լիտր էր, ջերմէֆեկտը բարձր էր, երկրորդ փորձի դեպքում համեմատական փոքր։ Թթվի և հիմքի չեզոքացման ռեակցիան էկզոթերմ ջերմանջատիչ ռեակցիա է։ Ռեակցիայի ընթացքում իոնների միջև փոխազդման արդյունքում արտազատվում է ջերմություն, ինչն արձանագրվում է ջերմաստիճանի աճով։ Ռեակցիայի ջերմէֆեկտը կախված է լուծույթների կոնցենտրացիայից։ Թվային լաբորատորիայի և ջերմազգայուն սենսորի օգտագործումը ապահովեց ճշգրիտ և տեսանելի տվյալներ, ինչը թույլ տվեց ապահով կերպով և արդյունավետորեն ուսումնասիրել ռեակցիայի ջերմային բնույթը։ Շնորհակալություն, կհանդիպենք մեր հաջորդ տեսանյութում։